Մամիջանյա, նախ սկսենք այսօր ազգային ժողովում, ինչպես դուք էլ ձեր խոսքում նշեցիք, վերջին պահին, իշխանությունները նոր օրենսդրական փոփոխություն նախաձեռնել ընտրական օրենսգրքում, հիմնական բնույթը սա է, որ սահմանափակելու են, ինչպես հասկանում ենք, դիտորդական առաքելություններին ու ընտրողաբար են մոտենալու, ով կարող է մասնակցել, ով ոչ, քանի որ դուք ավելի մանրամասն ծանոթ եք, մի փոքր ուզում եի ներկայացնենք նրբությունների մասին։ Իշխանությունները փորձում են իրենց ապահովել գործիք այս կամ այն հասարակական կազմակերպությունը հանիրավի չթույլատրելու դիտորդական առաքելություն իրականացնելու համար։ Բոլոր այն հեքիաթները, թե իբր տեսեք, մենք ապահովելու ենք ընտրություններ, թափանցիկ, հրաշք, փայլուն, հեքիաթ են, որովհետև այս օրինագիծը հետևյալ պատմություն ունի։ Երեք առավոտյան ԿՓ-ական պատգամավորներից մեկը ստատուս ա գրում, որում գրած է, որ ինքը ավարտվեց հերթական լիագումար, նիստը ուրբաթ արտահերթ կունենանք, հետո գնում եմ ԵԽԽՎ Ստրասբուրգ։ Այդ պահի դրությամբ դա միակ տեղեկությունն էր, որ օրինակ ես եւ մեր մյուսից գյուղգործընկերները իմացել ենք արտահերթի հավանականության մասին, մինչեւ աշխատանքային օրվա ավարտն ինչ ժամը 6-ը որևէ բան տեղի չի ունենում, 6:30-ի կողմերը ինչ որ տեղեկություններ են սկսում հայտնվել, 7-ի կողմերը այդ օրինագիծը գիսատ պրատն, որում հայտնվում է ազգային ժողովի կայքում, հաջորդ առավոտյան 10:00-ից խորհրդի նիստ 11-ին լիագումար։ Սա այն տրամաբանությունն է հապճեպ, որով ներկայացվել է այս օրինագիծը, ակնհայտ է, թե որն է դրա նպատակը, ինչ դերակատարների դեմ է այն ուղղված, ԿՊ-ականները այնքան անհեռատես էին, որ նույնիսկ մի շարք դերակատարների, որոնց դեմ ուղղված է այս օրինագիծը, ապօրինաբար անունները տվեցին։ Խոսքը այո, մի շարք կազմակերպությունների մասն է, որոնց անունները տվեցին ԿՊ-ականները։ Քաղաքական դիսկորոշում ունեն ավելի այդ անդրադառնալով դիտորդական առաքելությունները, այսպեսի հարց են բարձրացնում, ասում են հանրությունը չի հասկանում, իրենք ի վերջո դիտորդական առաքելություն են, թե կուսակցություն։ Նախ ուրեմն կետ առաջին մտնել բովանդակային քննարկման մեջ, այստեղ աբսուրդ է։ Այն պարզ պատճառով, որովհետև տենց օրինագիծ չեն բերում։ Չնշանակում երեկոյան բերել ես առավոտյան քննարկել, այն էլ կարևորագույն փոփոխություն է։ Մի կողմ եմ դնում, որ ընտրություններին մի 4-5 ամիս է մնացել կամ քանի ամիս է մնացել։ Մի խոսքով այդ բոլորը մի կողմ եմ դնում, բայց նույնիսկ այդ պարագայում այս հապճեպությունը անհասկանալի է մեկ։ Երկրորդ հանրությունը չէր հասկանում որն է։ Չնշանակում հանրությունը չէր հասկանում։ Հանրությունը չի հասկանում, դուք ձեր սեփական շահով եք առաջնորդվում, Ադրբեջանի շահով, թե Թուրքիայի շահով հետո։ Դրանք բոլորը արդեն ծիծաղալու ստեր են, էլի, արդեն այնքան են լկտիացել, որ նույնիսկ ջանք չեն թափում արժանահավատ ստեր հորինելու։ Հետո ինչ որ չափանիշներ կան, նաև ոնց են որոշելու, որ առաքելությանն են թույլ տալիս, որին ոչ։ Նախ չգիտեմ այդ չափորոշիչները ինչպես են կոնկրետ լինելու, բայց այստեղ էականորեն ոչ թե չափորոշի արդարացի կամ ոչ արդարացի լինելն է, այլ նմանօրինակ գործիքի նախադեպի ստեղծումն է այս կամ այն հասարակական կազմակերպությանը արգելել դիտորդական առաքելություն։ Պարոն Մամիջանյան, ողջ համացանցը ողողված է Նիկոլ Փաշինյանի եւ ԱՄՆ նախագահի այսպես մտերմիկ զրույցներով իրար ժպտալով, այսպես իսկապես Հայաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները առաջընթաց են ունեցել, այդպես արդեն երկու արձանագրում, երկու չեմ էլ պատրաստվում մեկնաբանել այդ իր ֆոտոները, մեկ Դավոսում Ադրբեջանի նախագահը ունեցել է Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը ունեցել է երկու պետության ղեկավարի հետ հանդիպում Զելենսկու եւ Ալիևի։ Շատ քիչ են դեպքերը, երբ Ամերիկայի Միացյալ Նահանգները պարիտետիկ կանոնը չեն պահում, այսինքն համամասնության մանավանդ նմանօրինակ դեպքեր։ Շատ քիչ են, դա իրենց մշակույթի մի մասն է։ Սա մեկ։ Երկրորդ երեք չի առաջ օրը, նույն Դավոսում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամը պայմանագիր է կնքել Ամերիկայի խոշորագույն 3 ինվեստիցիոն ներդրումային հիմնադրամների հետ, որոնցից մեկն է BlackRock-ը, այդ թվում նաև ենթակառուցվածքների եւ լոգիստիկ ոլորտներում ներդրումները իրականացնելու համար։ Ես այնքան եմ հարգում մեր քաղաքացիներին, որ երբեք սուտ չեմ ասում, բայց բարդ չի համադրել իրար հետ։
Ամերիկայի, աշխարհի նաև խոշորագույն ներդրումային հիմնադրամները պայմանագիր են կնքում Ադրբեջանի պետական նավթային հիմնադրամի հետ, մեկ, դրանից մի քանի օր առաջ, ինչպես իմ գործընկեր ազգային ժողովը նշեց, Ամերիկայի տնտեսական ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաներ այցելում են Բաքու եւ պաշտոնական հայտարարություն են դրա վերաբերյալ հայտնում, համադրել այս փաստերը եւ հասկանալ թե Ամերիկայի այսպես կոչված 74%-անոց փայաբաժինը ինչպես է բաշխվելու, կարծում եմ բարդ չի։ Այո, բան ուզում ես հաստատ տեսնենք, քանի որ երեկվանից են այս խոսակցությունները, հա, պատգամավորներ ընդդիմադիր, սա ինչ որ ուզում եմ հասկանալ վերլուծական, հա, այդպես վերլուծությունների հիման վրա արված խոսք է, թե հստակ տեղեկություն կա այդ Ադրբեջան ընկերության եւ Թրամփի ուղղությամբ։ Նոր հատուկ ասացի, որ ես չափից շատ եմ հարգում մեր քաղաքացիներին, որ երբեք սուտ չեմ ասում։ Ես երկու փաստ եմ ներկայացնում։ Հետագայում կլինեն փաստական ապացույցները այս ամեն ինչի, որտեղ դրանք դեռևս տեղի չի ունեցել, բայց կարծում եմ եղածն էլ է բավարար։ Իսկ խաղաղության խորհրդի հետ կապված ես չնշեցի երկու կարևոր կետ։ Առաջին, ինչպես ես այսօր թե երեք երեկոյան հայտարարվեց, որ Հայաստանը չի տալու այդ 1 միլիարդ դրամը եւ 3 տարվա ընթացքում որոշելու է տա թե չտա կամ մասնակցի չմասնակցի հետագայում, այս մեկ, հիմա տրամաբանական հարց եմ տալի, կա երկրագնդի վրա մի մարդ, ով որ համարում է, որ մի պետություն, որը տվել է 1 միլիարդ դրամ եւ մի պետություն, որը չի տվել միլիարդ դրամ, նույն ազդեցությունն են ունենալու այդ կառույցում։ Լուրջ ինչ որ մեկը կարող է գալ կանգնել դիմացս ու տենց լուրջ դեմքով այդ կարծիքը հայտնել, սա առաջին։ Եվ երկրորդ, ոչ մեկի մոտ հարց չի առաջացնում, ինչի Եվրոպական միության կարևորագույն դերակատարները չեն միացել այս նախադասության։ Գերմանիա, Ֆրանսիա, այնտեղ Եվրոպական միության անդամ Բելգիան էր հաստատ, մի երկիր էլ կար չեմ հիշում արդեն ճիշտ ասած, կար թե չէ։ Ոչ մի բան չի հարց չի առաջացնում։ Շատ են ասում, որ իրական միտումը հա Թրամփը փորձում է սրանով որպես այլընտրանք ստեղծել ՄԱԿ-ին։ Այ դա արդեն վերլուծական մակարդակը քաղաքական գործիչը մի քիչ այդքան ճիշտ չի լինի, որ վերլուծությամբ զբաղվի մանավանդ երբ ինքը ներկայացնում է երկիր եւ խոսքը գնում է այս կամ այն երկրի ղեկավարի վերաբերյալ, շատ են եղել դեպքեր, եւ Թրամփի այս փորձը Մակրոնի մեկ այլ կառույցի ստեղծումը փորձվում էր զուգահեռ տանել, որ դա նոր ՄԱԿ-ն է կամ նոր Եվրոպայի խորհուրդն է, հա, ժամանակը ցույց կտա։